Հանքարդյունաբերությունում նույնիսկ փոքր միջադեպը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների մարդկանց, շրջակա միջավայրի կամ արտադրական գործընթացների համար։ Նման դեպքերը կանխելու համար կարևոր է, թե ինչպիսի պատրաստվածություն ունի տվյալ ընկերության անձնակազմը։ Առաջնորդվելով իր աշխատակիցների, շրջակա համայնքների և այլ շահագրգիռ կողմերի հանդեպ ստանձնած պատասխանատվությամբ, Լիդիան Արմենյան շարունակում է զարգացնել իր աշխատակիցների ներուժը և հմտությունները, որոնք կօգնեն կանխելու և կառավարելու հնարավոր միջադեպերը։ Այս հանձնառության շրջանակներում ընկերության ղեկավար կազմի մի շարք աշխատակիցներ հնարավորություն ստացան մասնակցելու Taproot արմատական պատճառների վերլուծության միջազգային մեթոդաբանությանը նվիրված վերապատրաստման դասընթացներին։ Taproot-ը միջադեպերի հետաքննության և կանխարգելման առաջատար մեթոդաբանություններից մեկն է, որն օգնում է բացահայտել ոչ միայն թե ինչ է տեղի ունեցել, այլ նաև ինչու և ինչ քայլեր է անհրաժեշտ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։ Դասընթացը վարեց միջազգային փորձագետ Թոմ Դի Ջակոմոն, ով ունի ավելի քան 40 տարվա փորձ նավթագազային և էներգետիկ ոլորտներում, աշխատելով այնպիսի համաշխարհային ընկերություններում, ինչպիսիք են ExxonMobil-ը, Texaco-ն, Saudi Aramco-ն։ Վերջին 17 տարիներին նա դասավանդում և կիրառում է Taproot մեթոդաբանությունը տարբեր երկրների խոշոր արդյունաբերական կազմակերպություններում։ Actually, one of the top root cause analysis methodologies used internationally, and fortunately, companies that adopt this are able to analyze incidents that occur in their workplace and able to go through a 7-step methodology where they have a good plan in place. They come up with a sequence of events. They identify either the human errors or equipment failure, called causal factors, that result in the incident. They identify the root causes for each causal factor, come up with effective corrective actions, and reduce the potential of the incident from reoccurring. So it creates a very strong work environment in the area of health, safety, and environment. Ստացած գիտելիքներն ու գործիքները կնպաստեն Լիդիան Արմենիայում աշխատանքային անվտանգության մշակույթի հետագա ամրապնդմանը, ռիսկերի նվազեցմանը և շարունակական կատարելագործմանը։